Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակի համալսարաններում սովորելու նպատակով տարկետում ստացած քաղաքացիները նոր օրենսդրական նախաձեռնությամբ իրենց ստացած գիտելիքը կծառայեցնեն Հայաստանի շահերին։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող նախագիծը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է խորհրդարանական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։ Շատ կարևոր քայլ է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման։ Կրթության նախարարի խոսքով պետությունն անհրաժեշտություն ունի այդ քաղաքացիների ներուժը օգտագործել գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում։ 2018-ից սկսած նման հնարավորություն ստացել է շուրջ 650 ուսանող, որից 570-ը դեռ շարունակում է ուսումը։ Առաջարկվում է, որ ուսումն ավարտելուց հետո նրանք առնվազն 3 տարի աշխատեն կառավարության կողմից սահմանած ոլորտներում, ինչից հետո միայն կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Իհարկե սա պարտադիր ժամկետն է, որը առաջարկվում է եւ սա բոլորովին չի նշանակում, որ 3 տարի հետո նրանք դադարելու են աշխատել, այլ թերևս ավելին ստանալով նաեւ աշխատանքային փորձառություն շարունակելու են նաեւ զարգացնել եւ աշխատանքային կարիերա անել։ Կրթության փորձագետների կարծիքով նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե պետությունը հստակ սահմանի առաջնահերթ ոլորտներն ու մասնագետների ներգրավման մեխանիզմները։ Միաժամանակ հիշեցնում են, կարևոր է գնահատել, որքան են Հայաստանի գիտական, կրթական եւ տնտեսական համակարգերը պատրաստ ընդունել եւ կիրառել արտերկրում ձեռք բերած գիտելիքն ու փորձը։ Շատ բարդ է լինում դրսի համակարգում սովորած, դրսի համակարգում աշխատած մարդու համար գալ եւ մեր համակարգում որոշակի դրական փոփոխություն առաջացնել, որովհետեւ նա շատ տարբեր է։ Այդ մարդկանց համար շատ բարդ է այդ ինչ որ իրենք սովորել են, կիրառել այստեղ, որովհետեւ այստեղ պետական ապարատում անան, ինչ չի որ ընդհանրապես ասենք այդ կվալիֆիկացիա մակարդակը ոչ միայն օգտակար, այլև հասկանալի է։ Գիտության մասով մենք ահռելի վատ վիճակի մեջ ենք հիմա գտնվում։ Մյուս կողմից այս նախաձեռնությունը բանակում ծառայությունը դարձնում է առևտրի առարկա, պնդում է փորձագետը, հիշեցնում. զինվորական ծառայությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հայրենիքի հանդեպ, որն ամեն մեկը պետք է բարեխղճորեն կատարի անկախ իր ունեցած արտոնություններից։ Ծառայությունը բանակում դարձնում ենք առևտրի առարկա։ Այսինքն այդ դուք սովորում ես լավ բուհում, կգաս 3 տարի կծառայես երկրիդ, փոխարենը չես ծառայի բանակում ու ինքը ինքնին թվացյալ լավ է, բայց իրականում ոչ մի լավ բան առանձնապես դրացակ չեմ տեսնում։ Արտասահմանյան բուհում գերազանց կրթությունը ստանալը, մեկ, երկրորդը քո հայրենիքին ծառայելը եւ երրորդը քո բանակում ծառայելը, քո պարտքը տալ նաեւ այդ ոլորտում, երեքն էլ իմ համար սրբազան ու շատ կարեւոր բան է։ Ու այդ երեքը իրար հետ խառնել ինչ որ առևտրային գործարքի տեսքով ես համարում եմ վատ։ Փորձագետների գնահատմամբ եվրոպական կրթությամբ մասնագետին մեր երկիր բերելու համար նախ պետք է իրականացնել աշխատաշուկայի եւ պետական համակարգի կարիքների համապարփակ վերլուծություն, ձևավորել երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաեւ ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, հետազոտական միջավայր ու մրցունակ պայմաններ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։